Նոյեմբերի 2-ի ժամը 15:00-ի սահմաններում մի քանի օր շարունակ իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում Ծապատաղ գյուղի բնակիչ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի մարմինը հայտնաբերվեց։ Փրկարարները, պարեկները և ոստիկանական ուժերը կողմնորոշված հատկապես գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա գտան երեխայի. Այս ողբերգական դեպքը մեկնարկել էր հոկտեմբերի 27-ին, երբ Տիգրանը ժամը մոտավորապես 16:30-ի սահմաններում կորել էր։ Ըստ տեղեկությունների, 3-ամյա երեխան նույն պահին խաղում էր իր փոքր եղբոր հետ, ով ըստ հարազատների հաշմանդամություն ունի և չի խոսում։ Եղբայրը տուն էր վերադարձել, իսկ Տիգրանը ոչ։ Որոնողական աշխատանքները սկսվել էին անմիջապես ներգրավելով բազմաշնորհ ուժեր՝ ոստիկանություն, փրկարար ծառայության համայնքային և քրեական բաժինները, պարեկային ծառայությունը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասի ծառայողները, կամավորները, նաև հարակից գյուղերի բնակիչները մասնակցում էին որոնումներին։ Որոնումները ծավալվել են ոչ միայն գյուղի միջակայքում, այլ նաև Սևանա լճի հարակից մի քանի կիլոմետրանոց հատվածներում, դաշտերում ու անտառային պատնեշների մոտ։ Գործին փոխկապակցված է նաև քննչական գործընթաց։ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Սևանի քննչական բաժնի քննիչները նախաքննություն են սկսել սկզբունքորեն ներգրավելով կասկածի տակ։ Ինչպես հայտնի են պաշտոնական աղբյուրները, երեխայի հայտնաբերումից հետո նշանակվել են համապատասխան փորձաքննություններ պատճառների պարզաբանման համար։ Այս դեպքը, անկախ բազմաթիվ այլնի ողբերգականություններից, առանձնանում է մի քանի կարևոր հանգամանքով։ Նախ խոսքը 3-ամյա երեխայի վերաբերյալ է, ով ըստ աղբյուրների եղբոր հետ խաղալու պահին է անհայտացել։ Փաստորեն ընտանիքի կողմից եղել է որևէ բացթողում, որի արդյունքում երեխան դուրս է եկել տնից կամ խաղացել է ենթադրյալ վտանգավոր միջավայրում։ Կարելի է քննարկել, թե որքանով է եղել ծնողների հսկողության տակ գտնվող անձանց թիվը ու ուշադրությունը։ Այլ հանգամանք է այն, որ որոնումները տևել են մի քանի օր։ Այդ ընթացքում ներգրաված են եղել ոստիկանական, փրկարարական մեծաթիվ ուժեր, կան կոմբինացված միջոցառումներ, անգամ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբեր։ Այս հանգամանքը խոսում է ամենայն ծանրությունից, այն բանից, որ երեխան հայտնաբերվել է ոչ սկզբնական որոնման շրջաններում կամ ճանապարհի կեսին հեռավոր գոտում։ Մյուս ոչ պակաս կարևոր հանգամանքը այն է, որ հայտնաբերումից հետո մամուլում ընտանեկան որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Օրինակ, եղբայրը չի խոսում և երբ փորձում են հետաքննել դեպքը, վերջինս միայն կոկորդն է ցույց տալիս։ Այս հանգամանքը ավելացնում է դժգոհություն հասարակության շրջանում, թե որքան արտահայտված են մեղմ պայմաններում պաշտպանվածությունը փոքր երեխայի համար։ Տիգրանի գտնվելու վայրը դաշտամիջյան հատված գյուղից ոչ այնքան հեռու, բայց որոշակիորեն հատված, որը հնարավոր է անտեսված է եղել։ Այսօր Հայաստանում շատ դեպքերում երեխաների անհետացման դեպքում ուշադրությունը սևեռվում է վտանգավոր միջավայրերի վրա, օրինակ ճանապարհներ, ջրատար համակարգեր, անտառամերձ հատվածներ։ Իսկ այս դեպքում պարզորեն նշվում է ցուցանակից մոտ 60 մետր հեռավորությամբ դաշտային հատված։ Այս դեպքը բավական շուտ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն միաժամանակ կան կանչեր ամրապնդելու համայնքային հսկողությունը, հատկապես փոքրիկ երեխաների համար։ Այսպիսի դեպքերում հաճախ քննարկվում է մանկական անվտանգության խաղահարապարակի տնամերձ տարածքների հարմարեցման համայնքային վերազնման հարցը։ Բնական է նաև, որ դեպքն առաջ է բերել ծնողական սթրես, համայնքային մտահոգություն, հատկապես երբ գյուղային բնակավայրերում խնդիրները կարող են բազմապատիկ լինել, թե ռեսուրսների պակասության, թե սոցիալ ինֆրաստրուկտուրայի խոցելիության առումով։ Ուլտիմատիվ նշանակություն ունի, թե որքան արդյունավետ է համակարգը անդրդվելիորեն արձագանքել անհետացման համար, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել, որքան արագ, ինչ հետևողականությամբ։ Այնուհանդերձ, մեկ բաց հարց մնում է, թե ինչ հանգամանքով է տեղի ունեցել դեպքը։ Անհայտ մնացած է երեխայի դուրս գալու հանգամանքը, փոքրիկի հետ վերջին անգամ տեսած անձինք ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ միայն նշվում է, որ տնից դուրս է եկել կամ խաղում էր և չի վերադարձել։ Քննչական առումով կա սպանության հոդվածով քրեական վարույթ։ Այս փաստը ինքնին ենթադրում է, որ մարմնի գտնվելու հանգամանքները՝ իրավիճակ, դիրք, մարմնի վիճակ թույլ են տվել մինչ հայտարարական վարույթ հարուցել։
Հնարավոր վարկածներ ինչ կարող էր տեղի ունենալ։ Քանի դեռ քննությունը չի ավարտվել եւ պաշտոնական եզրակացությունն առկա չէ, հնարավոր է քննարկել միայն լայն փաստերի վրա հենված վարկածներ առանց հեգնանքի կամ մեղադրանքների։ Անմեղ պատահար, սեփական կամ փակող տարածքից հեռանալը։ Փոքր տարիքի երեխաները հաճախ դուրս են գալիս բակից նախուղիից առանց հասկանալու վտանգը։ Գյուղային շրջակա ջրային խառնամանները կամ անծանոթ ուղիները կարող են արագ դառնալ վտանգավոր։ Նման դեպքերում մարմինը կարող է հայտնաբերվել դրանից հեռու։ Օրինաչափ է որոնումների ուշացումից։ Վերջնական ախտահարում կամ բժշկաբանական հանգամանք երեխայի մարմնի գտնվելու վիճակը կարող է ցույց տալ դա ապակողմնորոշում կամ առողջական ակսիդենտ է եղել, օրինակ խոր հրդեհը, վնասվածք, սրտային կենդանաբանական էպիզոդ, սակայն այս հանգամանքը պարզվում է միայն դատաբժշկական փորձաքննության միջոցով։ Եվ երրորդ այլոգիա հանցագործություն։ Նշել անհրաժեշտ է քննել բոլոր վարկածները եւ վարույց սկսել, եթե մարմնի վրա հայտնաբերվի բռնության հետ կապված հետքեր, ապա քրեական հոդվածները կիրականացվեն։ Այս վարկածը արտահայտվում է որպես արտաքին քննության մի մասը, ոչ թե կանխագուշակում։ Հասարակական արձագանքը եւ համայնքային հետևանքները, համայնքում տիրող զգուշացումները, զգացմունքները, վիշտ, զարմանք ու մեղքի զգացում մեծ են։ Բնակչության մի մասը պահանջում է մանրամասն հաշվետվություն եւ բաց հաղորդակցություն պետական մարմիններից։ Բողոքի եւ աջակցության ալիք է հավաքվել սոցիալական ցանցերում, մարդիկ առաջարկում են համայնքային հսկողության ուժեղացում, խաղահրապարակի եւ տնամերձ տարածքների անվտանգության բարելավում եւ հատուկ ուշադրություն երեխաների համար նախատեսված վայրերի քարտեզավորմանը։ Առաջնահերթ քայլերն են եւ առաջարկություններ կոնկրետ գործնական, անմիջական հատուկ քննություն, բաց եւ հրապարակային հաշվետվությամբ, նույնացվել եւ հրապարակայինորեն ներկայացվելիս դարձնել քննության ընթացքը, անվաններ, ոչ միայն պաշտոնական եզրակացություններ, որպեսզի նվազեցնի թյուրիմացությունների տարածումը, ընտանիքի հոգեբանական աջակցություն, ընտանիքի անդամների համար ապահովել անհապաղ հոգեբուժական եւ սոցիալական աջակցության ծառայություններ, համայնքային անվտանգ ծրագրերի մշակություն, յուրաքանչյուր գյուղում ունենալ նվազագույն անվտանգության քարտեզ, խաղավայրեր, փակ տարածքներ, բնակիչների ինֆորմացումն ու նախազգուշացումները, որոնողական համակարգերի գծով ուսուցման ծրագրեր, մարզային եւ տեղական ուժերի տեսական եւ գործնական վերապատրաստում նման դեպքերում պատշաճ արագ գործողության համար, տեղական բնակչության հետ երկխոսություն, համայնքային հանդիպումներ բնակիչների ու պաշտոնական մարմինների միջև, վստահության վերականգնման եւ տագնապների արձագանքի մշակման համար։ Այսպիսով ծափաթաղի ողբերգությունը կրկին թել է հանել այն, թե որքան խոցելի են փոքրիկները գյուղային պայմաններում եւ որքան կարեւոր է համակարգային մոտեցումը կանխարգելման, արագ արձագանքի եւ համայնքային աջակցման ուղղությամբ։ Այսօր մենք փաստում ենք միայն ողբերգության մի սև ու հստակ հանգույց։ Հաջորդ քայլը պետք է լինի աշխատել անջատելով մեղքի եւ հուսահատության նրբությունները, հասնելով պաշտպանությանը փոքր երեխաների համար թե տեխնիկապես, թե հոգեբանական եւ իրավական առումով։